Հորիզոնը շարունակում է աշխատանքը, բարև ձեզ։ Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել։ Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, թե իբր մարտի 31-ի ժամը 17-ից մինչև ապրիլի 1-ի ժամը 4:45 ընկած ժամանակահատվածում Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան եւ հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ չի համապատասխանում իրականությանը։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչ օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ Հայաստանի վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան պատրաստ է հետաքննել Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը հիմնավորող փաստերը, դրանք Հայաստանին փոխանցելու պարագայում ասված է հաղորդագրության մեջ։ Վարչապետ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկկ-Վալտեր Շտայնմայերին։ Զրուցակիցները ընդգծել են երկկողմ հարաբերությունների հետևողական զարգացման ու խորացման մեծ ներուժը իրացնելու անհրաժեշտությունը։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի համաձայնեցմանը։ Հայաստանի վարչապետը եւ Գերմանիայի նախագահը կարևորել են համաձայնագրի ստորագրումը ի նպաստ Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության ապահովման։ Ֆրանկկ-Վալտեր Շտայնմայերը շեշտել է Գերմանիայի աջակցությունը Հայաստանի կառավարության խաղաղության օրակարգին։ Մտքեր են փոխանակվել նաեւ Հայաստանի կառավարության խաղաղության խաչմերուկ նախագծի, նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։ Գերմանիայի նախագահը երեկ նաև այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր հարգանքի տուրք մատուցել հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, հանդիպել նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ Հայաստանի եւ Գերմանիայի նախագահները ընդլայնված կազմով հանդիպումից հետո հանդես են եկել մամուլի ասուլիսով։ Հանրապետության նախագահի նստավայրում տեղի ունեցավ պաշտոնական այցով Հայաստան ժամանած Գերմանիայի նախագահ Ֆրանկկ-Վալտեր Շտայնմայերի դիմավորման պաշտոնական արարողությունը։ Զինվորական նվագախումբը հնչեցրեց Հայաստանի եւ Գերմանիայի պետական օրհներգերը։ Երկու երկրների նախագահները նախ առանձնազրույց ունեցան, որին հաջորդեց երկու երկրների պատվիրակությունների հանդիպումն ընդլայնված կազմով։ Կողմերն ընդգծել են ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիության շրջանակում փոխգործակցության առավել արդյունավետ կազմակերպման կարևորությունը, հատուկ ուշադրություն դարձնելով տնտեսական, կրթական, մշակութային եւ գիտական ոլորտներում հարաբերությունների խորացմանը։ Հանդիպմանը կարևորվել է էներգետիկ բնագավառում համատեղ ծրագրերի իրականացումը։ Ընդլայնված կազմով հանդիպումից հետո Հայաստանի ու Գերմանիայի կառավարությունների միջև ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիր ստորագրվեց, ապա Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ու Լայպցիգի քաղաքապետ Բուրքհարդ Յունգը ստորագրեցին համաձայնագիր Երևան եւ Լայպցիգ քաղաքների միջև մշակութային տարի իրականացնելու վերաբերյալ։ Ապա Հայաստանի եւ Գերմանիայի նախագահները հանդես եկան ամփոփիչ մամուլի ասուլիսով, պատասխանելով նաեւ լրագրողների հարցերին։ Անդրադարձ են կատարել տարածաշրջանային զարգացումներին վերաբերող մի շարք հարցերին, շեշտելով առկա հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը, հիմնված միջազգային իրավունքի նորմերի եւ բոլոր երկրների կողմից միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ իրավասարության սկզբունքների հարգման վրա։ Կարևորել ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղված ջանքերին Գերմանիայի կառավարության կողմից ցուցաբերած հետևողական աջակցությունը։ Սա Գերմանիայի նախագահի առաջին այցն է Երևան։ Շտայնմայերը տարածաշրջանում կլինի մինչև ապրիլի 2-ը, կայցելի նաև Ադրբեջան։ Գերմանիայի նախագահն անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի դրույթների համաձայնեցմանը եւ այդ ուղղությամբ Երևանի իրականացրած քայլերին հայտարարեց, որ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ քննարկումների ընթացքում ընդգծվել է, որ տարիների ընթացքում աշխարհը շատ է տուժել հակամարտություններից, ինչն արդյունավետ կառավարելն ավելի ու ավելի դժվար է դառնում։ Գերմանիայի նախագահի խոսքով կարևոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հակամարտության լուծման համար կատարեն վերջին քայլերը, որոնք ուղղված են խաղաղության հաստատմանը։ Բոլորս վկա ենք, որ Հայաստանը վերջին շաբաթների ընթացքում իրեն շատ կառուցողական է դրսևորել։ Խաղաղության համաձայնագրում այլևս բաց հարցեր չկան եւ այլևս ոչինչ չի խանգարում, որպեսզի այն ստորագրվի, վավերացվի եւ իրագործվի։ Հայաստանը որոշումներ է կայացրել, որոնք հանգեցրել են խաղաղության համաձայնագրի հնարավոր դառնալուն եւ այժմ Ադրբեջանում պետք է բոլոր հնարավոր թերահավատությունները վերացնել։ Շտայնմայերի խոսքով Հարավային Կովկասում ապրող մարդիկ սպասում են, որ երկարամյա հակամարտությունը կդադարի, ինչը կհանգեցնի նաև տնտեսական զարգացման։ Հայաստանի համար հեշտ չի եղել հակամարտությունն ավարտելն ու հանգուցալուծման հասցնելը։ Շատ երկրներ կարող են օրինակ վերցնել այս գործընթացից։
Գերմանական Շպիգելի լրագրողը երկու նախագահներից ճշտեց, ինչ հիմք ունի լավատեսությունը, երբ Հայաստանում որոշակի վերապահումով եւ թերահավատությամբ են վերաբերվում Բաքվի մտադրություններին։ Նախագահ Վահագն Խաչատրյանը եւս մեկ անգամ ընդգծեց, Հայաստանը հետեւողական է խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցում։ Այն դժվարությունները, որոնք կան եւ կլինեն, մենք գտնում ենք, որ դրանք հաղթահարելի են եւ ցանկացած հարց կարելի է բանակցային սեղանի շուրջ լուծել։ Պատերազմի ժամանակ ավարտվել է, Հարավային Կովկասը մեր տարածաշրջանը այլևս այդ ռեսուրսները չունեն նոր պատերազմների։ Եվ այս առումով է, որ մենք հետևողական ենք եւ լավատեսությունը, գիտեք, հիմնվում է իրատեսության վրա։ Մենք իրատես ենք եւ պարտավոր եւ անում ենք քայլեր, որոնք ոչ թե հեռացնում են մեր մոտեցումները, այլ ընդհակառակը մոտեցնում են իրար։ Գերմանիայի նախագահը Եվրոպական միությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին Հայաստանի խորհրդանի կողմից ընդունված որոշումը համարեց համարձակ քայլ։ Մենք հարգանքով ենք վերաբերվում այդ որոշմանը, դա համարձակ քայլ է, այստեղ բարեփոխումներին ուղղված շատ մեծ աշխատանք կա կատարելու, եւ մենք խոսել ենք նաեւ բարեփոխումների անհրաժեշտության մասին։ Ես այնպիսի տպավորություն ունեմ, որ Հայաստանում կա այն իրատեսական պատկերացումը, որ դեպի Եվրամիություն ճանապարհը երկար է։ Շտայնմայերը նշեց, որ Հայաստանն ու Եվրամիությունը բանակցություններ են վարում օրակարգային նոր փաստաթղթի ստորագրման շուրջ։ Գերմանիայի նախագահը հիշեցրեց, որ Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը մոտ ապագայում կժամանի Հայաստան այդ բոլոր հարցերի շուրջ բանակցություններ անցկացնելու նպատակով։ Գերմանիայի նախագահը կարևորեց եվրոպացի դիտորդների ներկայությունը սահմանին, ընդգծելով, որ նրանք հավելյալ ապահովության երաշխիք են եւ վաղը անձամբ շնորհակալություն կհայտնի առաքելության անդամներին։ Տիգրան Հովակիմյան, Հայկ Սուքիասյան, Հորիզոն։ Ազգային ժողովի падգամավոր քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Վիլեն Գաբրելյանը Facebook-յան գրառմամբ հայտնում է, որ падգամավորական մանդատը վայր դնելու մասին։ Անցած կիրակի Գյումրի քաղաքում իմ մասնակցությամբ այսպես ասած միջադեպերը համարում եմ ոչ վայել Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի падգամավորի վարքին։ Ազգային ժողովի падգամավորը իր առաքելությունում պարտավոր է չդրսևորել անհարկի վարքագիծ։ Ըստ այդմ բոլորիցը հրապարակային հայցում եմ ներողություն եւ պաշտոնապես հայտարարում եմ, որ վայր եմ դնում ազգային ժողովի падգամավորի մանդատս։ Դիմումը այսօր սահմանված կարգով կհանձնեմ ազգային ժողովի աշխատակազմ, գրել է Գաբրելյանը։ Միաժամանակ տեղեկացնելով, որ այսօրվանից սկսած ինքն առաջադրվում է որպես քաղաքացիական պայմանագիր կուսակցության առաջիկա վարչության ընտրություններում վարչության անդամի թեկնածու, քանզի իր համար միանշանակ է, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ունի լրջագույն առողջացման եւ կերպարանափոխման կարիք։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքին նա Հապ Նիսանի առիթով։ Մաղթում եմ, որ գալիք տարին Հայաստանի ասորիների համար լինի նոր ձեռքբերումների տարի, որ ասորական հին ու հզոր մշակույթի կրողները իրենց համար հայրենիք դարձած պետության մեջ Հայաստանի Հանրապետությունում պահպանեն ու զարգացնեն մայրենի լեզուն եւ մշակույթը ասված է հաղորդագրության մեջ։ Իսրայելի օդային հարվածներից Բեյրութի արվարձաններում 4 մարդ է զոհվել, եւս 7-ը վիրավորվել։ Տեղի լրատվամիջոցների տվյալներով հրթիռները հարձակվել են Հայ Ալ-Մադիի թաղամասում գտնվող եռահարկ բնակելի շենքի վրա։ Ականատեսները հայտնել են, որ հարվածի ենթարկված բնակարանում ապրում էր շիաական Հզբոլլահ կազմակերպության ռազմական ղեկավարության անդամներից մեկը։ Նա մահացել է պայթյունից։ Սպանված հրամանատարի անունը չի նշվում։ Լիբանանյան բանակի պարեկները փակել են հարակից փողոցները։ Զոհերի եւ վիրավորների թիվը կարող է ավելանալ, քանի որ փլատակներում դեռ կան մարդիկ։ Թայլանդում զբոսաշրջիկներ տեղափոխող զբոսանավ է բռնկվել։ Վիրավորվել է 6 մարդ, դեպքը տեղի է ունեցել Մայթունհա կղզու մոտակայքում։ Զբոսանավի վրա եղել են ավելի քան 30 ռուս եւ ղազախ զբոսաշրջիկներ։ Տուժել է 3 զբոսաշրջիկ, նավապետը, զբոսավարը եւ մեխանիկը։ Մյուսներին փրկել է այն փաստը, որ նրանք բռնկման պահին ջրում են եղել, ափից 50 մետր հեռավորության վրա։ Նախնական տվյալներով հրդեհի պատճառը շարժիչի խափանումն է։ Մինչ փրկարարական ծառայության աշխատակիցները կհասնեին դեպքի վայր, զբոսանավը հասել է ափ, որտեղ այն ամբողջությամբ այրվել է։ Այժմ այսքանը, կհանդիպենք ժամը 18-ին։ Ինչպես անեք, որ ձեր հայկական համարի փաթեթի րոպեներով խոսեք արտերկրում ճամփորդելիս։ Հետաքրքրեց, հիմա կպատմենք։ Գաղտնիք չէ, որ արտերկիր մեկնելիս բոլորն ուզում են լավագույն ու մատչելի լուծումներ։ Ավիատոմսերը էժան, հյուրանոցները հարմարավետ, իսկ կապը անխափան։ Wi-Fi calling-ը հենց այդ ծառայությունն է, որն առաջարկում է Vivan իր բաժանորդներին, թույլ տալով կատարել զանգեր ու SMS-ներ առանց լրացուցիչ ծախսերի ըստ ձեր սակագնային պլանի։ Այսօր Vivan Հայաստանում նորարարական ծառայություններ ներդրման առաջատարներից է եւ Wi-Fi calling-ը
այդ ծառայություններից է։ Քանի որ Wi-Fi calling-ով միացումն իրականացվում է Wi-Fi ցանցի միջոցով, Viva բաժանորդները իրենց սմարթֆոններով կարող են զանգահարել, ուղարկել եւ ստանալ հաղորդագրություններ աշխարհի ցանկացած կետից իրենց փաթեթների ներառումներով ու սակագներով։ Wi-Fi calling-ով արտերկրից զանգեր կատարելը նույն սակագներով է, ինչ Հայաստանում, իսկ մուտքային զանգերն ու ակտիվացումը անվճար։ Wi-Fi calling-ը Viva-ի նորարարական ծառայությունն է, որն արագորեն տարածում գտավ բաժանորդների շրջանում։ Մի քանի ամսվա ընթացքում արտերկրում Wi-Fi calling օգտագործողների թիվը կրկնապատկվեց, իսկ ձայնային թրաֆիկը եռապատկվեց, գրանցելով նոր ռեկորդ, քանի որ հարմարավետ կապի ամեն պայման հաշվի է առնվել։ Զանգահարելիս եւ զանգերը ստանալիս գործում են ձեր ընթացիկ սակագնային պլանով սահմանված սակագները եւ նույնիսկ պարտադիր չէ զանգ ստացող մարդ ունենա այս ծառայությունը, որպեսզի կարողանա պատասխանել ձեր զանգին։ Մնաց ամենակարևոր հարցը՝ ինչպես օգտվել Wi-Fi calling-ից։ Ամեն ինչ շատ պարզ է։ Անհրաժեշտ է Wi-Fi calling ֆունկցիայով հեռախոս, ապա պետք է ակտիվացնել Wi-Fi calling ֆունկցիան հեռախոսի կարգավորումներում եւ միանալ ցանկացած Wi-Fi ցանցի։ Նաեւ խորհուրդ է տրվում ակտիվացնել ինքնաթիռի ռեժիմը Airplane mode-ը։ Հարկ է նաև նշել, որ Wi-Fi calling-ից օգտվելու համար որևէ հատուկ հավելված ներվեռնելու անհրաժեշտություն չկա, պարզապես քո սմարթֆոնը պետք է ունենա Wi-Fi calling ֆունկցիա։ Դե ինչ այսուհետ Wi-Fi calling-ի շնորհիվ Սփյուռքի հայրենակիցները կարող են մնալ կապի մեջ օգտագործելով իրենց հայկական համարը, որտեղ էլ լինեն նույն սակագներով եւ մոռանալ արագ ասեն, որ շատ գումար չգնա կամ սպասիր Messenger-ով զանգեմ արտահայտությունները, քանի որ Viva-ն ամենուր կլինի ձեր շուրջը։ Փիփսիմի Ավակյան, Լևոն Խաչատրյան, Հորիզոն։